Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում իրադարձությունները լարված են, իսկ դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները գիշեր-ցերեկ նկարահանվում են և իհարկե ամեն ինչ անում, որպեսզի հեռուստադիտողները իսկապես դիտարժան սերիալների ականատես լինեն։ Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Նոնա Սաֆարյանը վերադառնալու է հեռուստասերիալ, բայց ոչ այն խեղճ ու տխուր աղջկա, այլ արդեն կայացած կնոջ արտաքինով ու բնականաբար բնավորությամբ։ Նարէն միակներով կարողացավ կապի դուրս գալ Լալայի հետ և բնականաբար նրանք հանդիպեցին, բայց այն ինչ լսեց Նարէն, դա հավանաբար Նարեի համար նորություն չէր, բայց իհարկե տխրեցնող էր։ Լալան այն օրը, երբ տանից հեռացել էր, գնացել էր դասընկերուհու տուն, բայց առավոտյան, երբ ամեն ինչ պարզ էր եղել, նրան դասընկերուհու տնից ևս հանել էին։ Բայց նա որոշել էր երկրից մեկնել։ Բնականաբար նա այլևս Հայաստանում որևէ անելիք չուներ։ Եվ ինչպես լինում է հիմնականում, նման գեղեցիկ աղջիկները իրենց կյանքը դասավորելու համար ընտրում են իրենցից մեծ տղամարդիկ ու փորձում ուղղակի ապրել։ Նրա ընտանիք էր պետք, սնունդ և իհարկե փող, որ այսօր վերադառնա ու եղբորն ապացուցի, որ ինքը կարող էր ապրել։ Եվ շատ աղջիկներ, իհարկե, Լալայի ճակատագրին են արժանացել։ Լալան միայնակ չէ, նա որդի ունի, բայց ինչպես նա նշեց հեռուստասերիալի հերթական սերիայում, ամուսնու մահից հետո նա իր երեխային չի էլ տեսել։ Բայց ամենահետաքրքիր բացահայտումները դեռ առջևում են։ Ով է եղել Լալայի ամուսինը, ինչու են նրանք ամուսնացել և ինչու երեխան իր հետ չի ապրել ամուսնու մահից հետո, կիմանաք շատ շուտով։ Այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի ձեզ համար բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքներն այս հեռուստասերիալի հետ կապված և ոչ միայն, որպեսզի առաջինը տեղեկանաք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իրադարձությունները լարված են հետաքրքիր։ Ցավոք, Վռամը սայլակին է գանված ու ոտքերը չի զգում, հետևաբար նա որոշ ժամանակ սահմանափակումներով է շարժվելու։ Բայց Սոնան, անկախ նրանից, որ ընտանիքի անդամները դեմ են, նույնիսկ հայրը գոռգոռում է նրա վրա, ոչ մի վայրկյան Վռամին մենակ չի թողնում ու նույնիսկ այցելում է նրանց տուն։ Վռամի մայրը խոստացել է, որ ամեն ինչ անելու է, որ Սոնան ու Վռամը միասին լինեն, քանի որ հասկանում է, որ որդու փրկությունը Սոնայի մեջ է, ու կարելի է ասել, Սոնայի ձայնից որդին արթնացավ ու կյանք վերադարձավ։ Բժիշկներն էլ խոստանում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Վռամը քայլի, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է։ Իհարկե Վռամի համար դժվար է, քանի որ նա կարծում է, որ Սոնան արժանի չէ, որ իր կողքին լինի ու տառապի, քանի որ նա չի կարողանում քայլել։ Նարէն ու Հայկը սիրում են իրար, սիրում են անմնացորդ սիրով։ Յուրաքանչյուր վայրկյան, երբ Հայկը Նարեի ձայնը չի լսում կամ Նարէն Հայկի զանգին չի պատասխանում, նա անհանգստանում է ու կորցնում գլուխը։ Բայց Հայկը դեռ չգիտի, որ Նարէն հանդիպել է միակ մարդուն, ով կարող է նրան պատմել հոր Աշոտի մասին։ Բայց բնականաբար Նարէն խնդրում է հորաքրոջը, որպեսզի ինչ-որ ժամանակ նա չհանդիպի Հայկին ու չբացահայտի իրականությունը, քանի որ շատ լավ հասկանում է, որ եթե Հայկն իմանա ճշմարտությունը, ապա ոչ մի րոպե ավել Նարեի կողքին չի մնա։ Ինչ է մտածում Նարէն, ինչը կարող է կանգնեցնել Հայկին և ինչու ուշ իմանալը կարող է ինչ-որ բան փոխել։ Արդյոք Նարէն կկարողանա համոզել Հայկին, որպեսզի մնա իր կողքին։ Չէ՞ որ Հայկը, երբ պարզի, որ իր հորը Աշոտին տարիներ առաջ սպանել է Նարեի հայրը, ոչինչ նրանց այլևս միասին պահել չի կարող։ Հայկը չի ներելու ոչ Նարեին, որ այսքան ժամանակ պահել է գաղտնիքը, ոչ առավել ևս Նարեի հորը, ով սպանել է նրան ու այսքան տարիներ Հայկը մեղադրել է հորն ու ապրել հենց այդ զգացումով։ Արդյոք Լալան լռելու է ու չի բացահայտելու շատ գաղտնիքներ։ Ու հավանաբար, ինչպես պարզ դարձավ վերջին մասից, հենց Լալան է Հայկին ուղարկում հաղորդագրություններ, որ նա չգիտի իր հոր մասին ճշմարտությունը։ Նշենք, որ Սաքոն բավական
ճնշված վիճակում է և նա այդ ծանր բեռով փորձում է ապրել։ Նա հայտնվել է ծանր իրավիճակում, նրա հոգին տառապում է ու նա ապրում է ուղղակի։ Նա ոչինչ չի զգում և այդ մեղքի ծանրությունը հենվել է նրա խղճի վրա ու չի թողում նրան առաջ շարժվել։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, ամեն ինչ փոխվելու է, իսկ Արմոն, ինչպես միշտ, նրանց ընտանիքի կողքին է, որպեսզի ոչ թե օգնի, այլ բնականաբար իմանա նրանց մասին տեղեկություններ ու փորձի նրանց շանտաժի ենթարկել։ Բայց Արմոյի վերջն էլ մի օր գալիս է ու շատ շուտով Արմոն էլ է պատասխան տալու իր բոլոր արածների համար։ Այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալի հերթական սերիաներում։ Թեժ է լինելու, դա խոստանում են հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական թիմի անդամները։